Հարցերի չեմ պատասխանում։ Հարցերի մասին ինչ եք մտածում, Այս զորացուցակ կարիք ունի վերաբերական բան չէ, որ հավատացյալ հանրությունը բավական մեծ է եւ Փաշինյանի այս առումով ապացուցելու բան չկա։ Ես չեմ կարծում այդպես խնդիր է դրված։ Մարդիկ կամավորաբար եկել են ԱՄՆ հայոց կաթողիկոսին դիմավորեն եւ դա ընդհանրապես փաստ է եւ կարծում եմ ինքնին խոսում փաստ է։ Դուք կարծում եք իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի հարցերի պատասխանը կազմում պետք է ընդգրկվեն մարդիկ, որոնք գոնե մեկ անգամ աստվածաշունչ են կարդացել, հավատում են Աստծուն, այդ չափանիշների տեղյակ են, աղոթում են ամեն օր։ դե պատարակի մասնակցելու մասին։ Դժվարանում եմ որևէ մեկնաբանություն անել, կարծում եմ մեկնաբանությունները ինքներդ էլ հետևությունները ինքներդ։ Եկեղեցու ներսում կան բարձրաստիճան սրբազաններ, ովքեր վեհապարին դեմ են։ Օրինակ Վազգեն Միրզախանյանի մասին եմ խոսում։ Իհարկե ոչ։ Վազգեն Միրզախանյանը միանշանակ ընդունում է կաթողիկոսը։ Իհարկե։ Մասնակցել է վերջին հոգևոր խորհրդի նիստին։ Դե դրանով ենք մենք պայմանավորում ընդունում ենք թե ոչ։ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հարցերի պատասխաններ կան թե չկան։ Նիկոլ Փաշինյանը Ես ձեզ ասեմ, մենք ինքներս բազմաթիվ հարցեր ունենք եւ այդ հարցերը պատասխաններ չեն ստացել։ Ասում է անհերքելի փաստեր ունի, Կապված զավակ ունի։ մենք հիմա դուք եք տրվում այդ Ես հարցադրումները։ հարցնում եմ իրար։ Մի հարցրեք, ուրեմն ես խնդրում եմ այն հարցադրումները, որոնք որ դուք խելամիտ չեք համարում, այդ հարցադրումները մի տարածեք։ Աննա Հակոբյանը խոսում է մանկապիղծ հոգևորականների մասին։ Այդ հարցերին բազմաթիվ անգամներ արձագանքներ եղել են։ Դա քրեական հանցակազմ է պարունակում իր մեջ, եթե նման տեղեկություն կա, կարող են դիմել համապատասխան մարմինների։ Ամբողջի միջոցով կաթողիկոսին հեռացնել հնարավոր կլինի։ Գիտեք, բռի ուժով ամեն ինչ էլ հնարավոր է անել, բայց ես կարծում եմ, որ մենք ապրում ենք, չէ, քաղաքակիրթ երկրում ենք, չէ՞ ապրում։ Բայց վերջին շրջանում այլ պատգամավորները ասում են, որ սցենարները ընդունելի են ըստ էության։ Հատկապես քաղաքացիական բախում։ Գիտեք, մարդիկ լինում են իմ կարծիքով 3 տեսակ։ Առաջինը, որ ասում են ճիշտ, երկրորդը, որ ասում են սուտ, եւ երրորդը, որ ինչ ուզում են ասում են։ Հիմա ինչ ուզող ասող մարդիկ հավանաբար շատ կան։ Ինչ ուզեն կասեն։ Ինչու են պատերազմատարան եկեղեցու Սրբազան։